Okay, Ջերելի երևանցիներ, այսօր պատասխանում եմ ձեր տված հարցերին։ Երբ կանգառներում կլինեն ժամանակացույցներ։ Իրականում այսօր էլ կանգառներում մենք ունենք ժամանակացույցներ, ուղղակի այդ կանգառների քանակը քիչ է։ Երևան քաղաքում մինչև այս տարվա վերջ մենք ունենանք մոտավորապես 40 կանգառ, որտեղ որ դուք կտեսնեք ավտոբուսների ժամանման րոպեները, իսկ մինչ այդ առաջարկում եմ օգտվել Yandex հավելվածից, որտեղ որ ամբողջապես այս ինֆորմացիան տեղադրված է։ Արդյոք հայտնի է, թե մեկ համարի տրոլեյբուսները երբ կփոխարինվեն նորերով։ Շատ ուրախ կլինենք, եթե նոր տրոլեյբուսներ տրամադրվեն հնարավորինս սեղմ ժամկետներում, քանի որ շատ հարմար եւ խիստ անհրաժեշտ գիծ է, բայց հնարավոր չէ օգտվել։ Նախ մեծ ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ արդեն իսկ մենք տալիս ենք կանխավճարը նոր 45 տրոլեյբուսների համար, որոնք որ կմատակարարվեն 2026 թվականի առաջին եռամսյակում եւ մեկ համարի տրոլեյբուսի գիծը արդեն կփոխարինվի նոր տրոլեյբուսներով, ինչպես նաեւ բոլոր 5 գծերը կփոխարինվեն նոր ժամանակակից էլեկտրոտրանսպորտով։ Խնդրում եմ ավելի շատ լսեք ոչ սովետական ուրբանիստներին։ Ժամանակակից քաղաքաշինության նորմեր են մեզ անհրաժեշտ։ Տգեղ է օրինակ, որ գրեթե բոլոր պատմամշակութային շենքերը օթորակիչներով աղավաղված են։ Իրականում մեր պատմամշակութային հուշարձանները տարատեսակ կցակառույցներից բացի, այո, նաև լինում են աղավաղված օթորակիչներով եւ նմանատիպ այլ սարքավորումներով։ Մեր Երևանի թիմ նոր օրենքի նախագծով մենք կարողանում ենք կարգավորել բոլոր այս հարցերը եւ իրականում պարտադրել սեփականատերերին նոր լուծումներ գտնել այս շենքերի համար։ Բարև ձեզ։ Երևան քաղաքում լինելու են ճոպանողիներ։ Այո, վստահաբար լինելու են։ Այս պահին մենք գտնվում ենք մրցութային փուլում եւ շուտով նաեւ կունենանք այդ մրցույթի հաղթողին։ Ինչու չունենք կին թաղապետեր։ Ձեր կադրային քաղաքականությունը անհասկանալի է։ Միակ լավ քաղաքապետը, որ նշանակել եք, կենտրոնի թաղապետն է։ Շնորհակալություն իրեն նշանակելու համար։ Ըստ Պետրոս Պետոյան գոմաց դաստարկելու։ Լավ հարց է։ Ինչ ասեմ։